Արսեն։ Որ խնդրեմ կհամբուրես ինձ։ Ինչ։ Ասում եմ, ուզում եմ, որ համբուրես ինձ։ Հնարավոր է։ Չէ՞։ Ճիշտ է, շոք է։ Ես ամեն ինչի եթե խմած չասեիր, լուրջ վաղ ասեիր, ինչ շատ հաճելի կլիներ։ Կհամբուրես ինձ։ Սիրտս խառնում է։ Վայ հորս Սարևդոմի բաժակից մեռար։ Պարկի քնի, կանցնի, դամբուլ։ Всё, քնի։ Բարորոցային է։ Ստև։ Ինչ է կատարվում հետատարման։ Շատ բան է փոխվել։ Այնպիսի զգացողություն է մոտս, որ քո կյանքում ուրիշ կին կա։ Ես մի աղջկա եմ հանդիպել։ Ու սիրում եմ իրեն։ Ու երբվանից։ Արդեն 2 ամիս է։ Ուրեմն այդ էր պատճառը, որ չեկար Ամերիկա։ Չէ, մենակ էդ չէր։ Նաև ընտանիքիս էի պետք, պապային։ Հարցեր կային շատ, որ պետք է օգնեի։ Իսկ ես մեր հարաբերությունները Ստև, մեր հարաբերություններում մենք երկուսս էլ երբևէ պարտավորվածություն կամ պարտականություն չենք ունեցել։ Հա, ճիշտ ես։ Բայց հիմա ամեն բան փոխվել է, չէ՞։ Մենք համատեղ երեխա ենք ունենալու, մի մոռացի դրա մասին, Արման։ Չեմ մոռանում, բայց դրա մասին դեռ կխոսենք, կհասկանանք։ Ինչ է նշանակում կխոսենք, կհասկանանք։ Իմ մոտ նենց տպավորություն է, որ չես ուզում ես երեխան ծնվի։ Ես նման բան չասացի, ու ես երբևէ, լսում ես, իմ երեխայից երբեք չեմ հրաժարվի։ Բայց հիմա արդեն ամեն ինչ փոխվում է։ Ուրիշ կին կա, դու ուրիշին ես սիրում, ու իմ այստեղ մնալը լրիվ անիմաստ է դառնում։ Ինչա դուրս գալիս, որ ես հենց վաղը պետք է վերադառնամ Ամերիկա։ Մենք կլուծենք այդ հարցերը, կհասկանանք ամեն բան։ Արդեն ամեն ինչ հասկացել ենք, հասկանալու բան էլ չի մնացել։ Խնդրում եմ, մի բարդացրու ավելի։ Ստեփ, ախր մենք ընդամենը մի հարկի տակ ենք ապրել։ Ու դու շատ լավ գիտես, որ գալու էր այս օրը։ Ու այն ինչ որ մեր մեջ եղել է, վաղուց արդեն անցել է։ Հա։ Բայց երբ որ գնացիր իմ մեջ ամեն ինչ մի տեսակ փոխվեց։ Հասկացա,
որ կարոտում եմ քեզ ու ուզում եմ մենակ դու կողքից լինես։ Ստեվ, Ես հենց վաղը բնակարանդ կազատեմ։ Չեմ ուզում քո համար խնդիրներ ստեղծել։ Իսկ իմ երեխեն, այսինքն մեր երեխեն, պետքա ծնվի։ Ուզենաս դա թե ոչ։ սպասի։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա։ Էլ որ գնաս երբ կգաս։ Այդ Յանի մտածում ես, իմ մասին այդքան։ Բայց իմանամ ամուսնուս այս անգամ որ ռեստորանից եմ հանելու։ Էլ մի սկսի։ Առավոտվանից ներվայնացած եմ։ Ինչ ա եղել որ։ Աղջկադ բոմժը։ Իմիջալուց Արտուրիկը տունն է։ Չէ։ Երկար է ստեղել մնալու։ Ինչքան որ պետք է, այդքան էլ կմնա։ Իմանամ էլի։ Մարդիրա սեփական տանը չկարողանա արտահայտվի, հանայում եմ որտե ակաժները կախած թողե։ Աշոտ ինչ որ բան էր ասում Դինայի ընկերոջ մասին, ինչ ա եղել։ Ոչմ աղջկադ բոմժն է ակտիվացե։ Այսինքն Նայ։ Ես ինչ ա։ Աստվածի։ Աշոտ մի բան պետք է անես։ Ինչ անեմ։ Մնում է տանեմ սատկացնեմ։ Էս որ Արսենը տեսնի։ Պատկերացնում ես ինչ կլինի։ Իսկ դու պատկերացնում ես Ադամը տենա ինչ կլինի։ Իդեա։ Այստեղ Արտուրիկն է պետք։ Արտուրիկը։ Հա, Արտուրիկը։ Սի արևս։ Ուրեմն Էլիզային շատ նուրբ ձևի պետք է հասկացնենք, որ իր աղջիկը հանդիպում է շահամոլ անհաջող մի հատ ջահելի հետ։ Ու այնպես պետք է դասավորենք, որ արագի մեջ Արտուրիկին ամուսնացնենք Լուսիի հետ։ Ու ես զարմանում եմ, քեզ ակադեմիկի կոչում խիչ են տալի։ Ես էլ եմ զարմանում արևս։ Լսի աղջիկ ջան, որ մի բան ասում ես մտածի։ Դու պատկերացնում ես ամեն ինչը ջրերես դուրս գա։ Քո աղջկա արկածները, այն հարսանիքի պատմությունը, տո այն դանակահարությունը։ Պատկերացնում ես Ադամը աղջկա տականջից կբռնի, քացով հետևին կտա կշպրտի դուրս։ Ինչ ես անելու այդ վաղ։ Վայ։ Վաղը սիրելի աղջկատ կկանչես ու խելք կսովորացնես։ Կնստես ականջին։ Իսկ ես տենամ ինչ եմ անելու, որ ես ամեն ինչի տակից դուրս գամ։ Աշոտ, բայց մի բան կստացվի։ Պետք է ստացվի։ Ուրիշ ճար չկա։ Ոյ Աստված ջան, ինձ համբերություն տուր։ Մի օր մի լավ բան չենք լսի։ Կոկված։ Ադամ։ Հա, Էլիս, դու գնա քնի, Էլիս, գնա ինձ։ Այսօր հոբան չի եղել։ Չէ, ոչ մի բան չի եղել, պարզապես քունս չի տանում, գնա քնի։ Բա ուր ես գնում։ Գնա մի հատ սուրճ խմեմ գամ։ Սպասի Ադամ։ Իմ քունն էլ փախավ, սպասի, ես էլ եմ գալիս։ Արի։ Ես Արսենն ու Դինան էլ քնած չեն։ Սպասի նայեմ։ Չէ, մի նայի։ Թող գնացինք, արի։ Արի ասում եմ։ Գալիս եմ։ Արսեն, այ Արսեն։ Ինչի չես քնում։ Լավ չեմ զգում ինձ։ Դողա տալիս վրես ու մրսունը։ Թե ասա ինչի քեզ խմացրեց։ Արսեն, մեռնում եմ ես։
Լուրջ մեռնում եմ։ Դու մեռնողը չես մեռնի։ Այ չէ, լուրջ մեռնում եմ։ Մեռնում եմ։ Դե հիմա աշկերտ փակի ու քնի։ Արսեն։ Դե ինձ չես թողնի, չէ ու գնաս։ Որ ուզենաս էլ չեմ գնա։ Այ Արսեն։ Վայ, ինչքան շատ ես խոսում քնի։ Ասում եմ, դու ինձանից այդքան շատ ես զզվում, որ անընդհատ նեղացնում ես։ Զզվում ես։ Երիքա հիմար խոսած քնի։ Այսպես որ ամեն գիշեր ինձ գրկեիր քնեիր, այդ դամբոլիկ շատ լավ կլիներ։ Դու դեռ կմնաս այստեղ այնքան ժամանակ, մինչև որ չհասկանանք մեր հետագա անելիքները։ Պետք չի որ շուտ որոշում կայացնենք։ Չեմ ուզում, Արման, որպես ինչ մնամ։ Համ էլ արդեն ամեն ինչ հասկացանք։ Մենք իրար միշտ ճիշտ ենք հասկացել, չէ՞։ Ու միշտ անկեղծ ենք եղել։ Շնորհակալ եմ անկեղծությանդ համար։ Ստեֆ, հիմա ինձ ժամանակ է պետք, որ ես հասկանամ։ Ինչ հասկանաս։ Ուզում ես երախուն թե ոչ։ Հասկանալու շատ բան ունեմ։ Իսկ այդ հարցերը շուտ չեն լուծվում։ Ես լուծում եմ։ Ու եթե օրերից մի օր որոշես քո մասնակցությունը ունենալ երախու դաստիարակության հարցում կամ ուզենաս տեսնել, ես երբեք դեմ չեմ լինի։ Բայց եթե ուզենաս հրաժարվես, էլի դեմ չեմ լինի։ Էս էլ իմ որոշումը։ Դու շատ լավ գիտես, որ ես իմ երեխայից երբեք չեմ հրաժարվի։ Հիմա քեզ հանգիստ է պետք։ Դու ստեղից ոչ մի տեղ չես գնա։ Առասարակ մեզ երկուսիս է ժամանակ պետք։ Մի քիչ կհանգստանանք, հետո կորոշենք մեր հետագա քայլերը։ Լավ։ Լավ։ Գնա պարկիկ մի քիչ քնի։ Գնում ես։ Հա ուշ է արդեն պիտի գնամ։ Բարև։ Թեյ սուրճ։ Չէ, ոչ մի բան պետք չի։ Ոչինչ չեք ուզում։ Գնա դաստիարակներին կանչի ու ասա, որ այսօր ժողով եմ անելու։ Լավ։ Ապրես Աշխեն։ Արսեն։ Ոնց ես դամբուլես։ Չգիտեմ։ Չգիտես ոնց ես։ Ահ,
Ահ, ող գլուխս, ոնց ա ցավում։ Խմելուց է, 1000 անգամ ասեցի քիչ խմի։ Արսեն ոնց եմ տուն եկել։ Չես հիշում։ Բան չեմ հիշում։ Իսկ չես հիշում ինձ ինչ էիր ասում։ Ինչ եմ ասել Արսեն։ Որ ինձ սիրում ես։ Չեմ ասել ես տենց բան։ Բա քեզ հարց չես տալիս ոնց ես քնել ինձ գրկած։ Արսեն, ասա որ ոչ մի բան չի եղել։ Ես բան չեմ ասի, դու ինքդ հիշի։ Արսեն, Հաջան, ասա որ։ արի մոտս ալկաշս։ Ախր դու խմել չգիտես։ Ոչ մի բան չգիտես։ Հա, ես խմել չգիտեմ։ Հարթուկել չգիտես։ Ճաշեպել չգիտես։ Լվացք անել չգիտես։ Դաժե համբուրվել չգիտես։ Չէ, Գիտես։ գիտեմ։ Հələ։ Չմոտենաս ինձ։ Հա, բայց ինչ արեցի որ։ Մեկ-մեկ նենց լավն ես լինում, բայց մեկ-մեկ նենց ահավոր մարդ ես դառնում, որ ուզում եմ տոմ սպանեմ քեզ։ Ուզում ես գնամ դեղ բերեմ խմես։ Ինչի համար։ Գլխացավի, գլուխդ չէր ցավում։ Ցավում էր։ Ցավում է, ինձ թվում է միշտ էլ ցավալու է։ Լավ, ես իջնեմ դեղ բերեմ։ Դու էլ հագնվի գնանք մաքուրոց շնչելու։ Արսեն, հիմա կոֆե կդնեմ։ Դու դզվի, մաման այսօր կոֆեն կդնի։ Չի վերցնում։ Թե ասա ինչի հերախոս չես վերցնում այ աղջիկ։ Վայ խելոք ջան, այդպես հարցեր հերախոսով են լուծում։ Վեկած գնա իրանց տուն, ու նստե աղջկա կողքը սաղ պատմի։ Հա եղավ։ Նրանց տանը խոսալա լինում աշոտ, 10 հոգով նայում եմ բերանիդ։ Չես կարում երեխուդ հետ առանցին շփվես, սիրտս կանգնում ես, դրանց տուն չեմ գնա։ Ուրեմն իրան ասա, թող գա մեր տուն։ Բայց ինչ հորինեմ։ Արսենը պետքա թողնի։ Չհասկացա։ Դու ուրեմն այդքան պահել դաստիարակել եմ, որ իչո какой-нибудь Արսեն հիմա չթողի։ Ասա վատ եմ զգում։ Թող վեկանա գա։ Բա որ Էլիզան էլ գա հետը։ Այդ կարող է լինի։ Էնի սիրում այրան էկրանքցի։ Բա լավ, ես ինչ անեմ։ Ես հիմա Արսենին զանգ կտամ։ Ասեմ Լիլիան վատ է, թող ձինային ուղարկի մոր մոտ։ Լավ։ Կնստես, հետը լուրջ կխոսաս։ Իսկ դու չես գա։ Չէ, ես գործեր ունեմ։ Գնամ տենամ ինչ եմ անում։ Աղջկատ հետ լուրջ կխոսաս։ Այդ գյադեն ինչ-որ լուրջ խաղեր է խաղում։ Թող զգուշ մնա, դրա ծուղակը չընկնի։ Իսկ ես գնամ տենամ ինչ եմ անում։ Ամբողջ գիշեր աչք չեմ կպցրել, ճշումս միլիոն է։ Թե չէ քեզ թվում է ես եմ հանգիստ քնել։ Լավ, ես հեսա Արսենին կզանգեմ։ Լյուս, զգացիր ժամանակը ոնց է թռնում։ Ամբողջ գիշեր իրար հետ խոսացել ենք։ Լյուիսն էլ արդեն բացվել է։ Հա, քո հետ չեմ զգում, թե ժամանակը ոնց է թռնում։ Հա, իմ մոտ էլ է տենց։ Բա դու առանց քնելու ոնց ես գնալու աշխատանքի։ Մեծ ուրախությամբ։ Ու անհամբեր սպասելու եմ, թե երբ է գործս ավարտվելու, որ հանդիպենք։ Երևի։ Մենք արդեն խոսացել ենք այդ մասին, էլ մի սկսի հանդիպում ենք։ Լավ, ուրեմն հաստատ հանդիպում ենք։ Դու ձերոնց հետ խոսա, ես կգամ կներկայանամ։ Լավ։ Կամ ոնց կուզես, սկզբից կգամ աղբերներիդ կտենամ, հետո կգամ ձերոնց կտենամ, ոնց կուզես, ոնց քեզ ավելի հարմար է, ոնց ես գտնում ճիշտ, տենց էլ կանեմ։
Ես որ հասկանամ քեզ կասեմ, լավ։ Լավ, ուրեմն երեկոյան հանդիպում ենք։ Ես անպայման ուզում եմ քեզ տեսնել։ Լավ, կհանդիպենք։ Դե կներես Լյուիս ջան, ես պիտի արդեն վազեմ աշխատանքի։ Քեզ հաջող օր։ Շնորհակալ եմ, քեզ էլ։ Արսեն։ Դամբուլ դժվար։ Հա, արդեն լավ եմ։ Յա։ Դժվար։ Արդեն լավ եմ։ Բայց դու լրիվ երեխա ես, հա։ Ինչի։ На всякий. Մուկիկ ես։ Յա, մի արա, դες դու սպասի։ Մի արա։ Բայց շատ լավ է, գիտես դրսում։ Նայ չմրսես։ Ինչ ասեմ, Արսեն ջան, դժվար ես մրսեմ։ Ձին։ Այդին։ Հա ջան։ Լարի։ Եկա, ինչ։ Հələ ֆարա։ Հա ջան։ Հələ ֆարա։ Ա՜։ Շատ ցաված։ Չէ, արդեն անցավ։ Անցավ։ Գնանք տուն չմրսես։ Կուզես գնանք Ծաղկաձոր։ Ծաղկաձոր։ Ահա։ Ոնց դու կուզես։ Դե գնա շորերդ պատրաստի, տակ շորեր վերցրու։ Գնում ենք։ Ես աշոտը ինչա զանգ է։ Սար, ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Սարա, քեզ լավ եմ ճանաչում, ինձ չես խաբի։ Ինչ ա եղել։ Ինչի տրամադրություն չունես։ Արմանը չեկավ։ Պիտի գար։ Ոչ մի բան չեր ասել ուղղակի։ Ես երևի մի քիչ շտապեցի։ Ինչ իմաստով շտապեցիր։ Դե չպետք է նման բան անեի, չպետք է գնայի իր տուն։ Ինքը երեք շատ լարվեց։ Բայց ասում էիր, որ Արմանը շատ ա ուզում, որ գնաս իր մոտ։ Ուզում եմ։ Չգիտեմ, չեմ հասկանում։ Երեք լարվեց շատ, մի տեսակ էր։ Համենայն դեպս ես չզգացի, որ լարված ա։ Չէ։ Չէ։ Իսկ ինձ թվաց։ Չէ, ամեն դեպքում, որ ասացի իր տուն եմ գնացել, ինքը փոխվեց մի անգամից։ Զանգի տես ինչ ա եղել։ Չեմ ուզում կպչուն մարդու տպավորություն թողնել։ Կսպասեմ միջև գա ու այդ ժամանակ կհարցնեմ։ Լավ, Սար, ես գնամ պիտի դուրս գամ։ Ուր։ Հարցազրույցի։ Լավ, քեզ հաջողություն։
Արման ջան։ Հա, պապ։ Ո՞նց ես տղա ջան։ Լավ եմ, պապ ջան։ Ես ոնց որ խառն ես լուսադեմին եկարտուն ամբողջ գիշեր էլ քայլում էիր։ Ինչ ա եղել, ինչ որ շատ խառն ես։ Բա դու ինչի չէիր քնել։ Արման ջան։ Սոնայի մահից հետո քոնը աչքերիցս փախել է։ Բայց դու ինչի չես կարողանում քնել։ Օֆիս էլ չես գալիս։ Խառն եմ մի քիչ, պապ։ Խառն ես։ Այն աղջիկը, որ Ամերիկայից եկել է, դրա համար խառն ես, հա։ Դե այդքան էլ այտենց չի, բայց կարելի է եւ այդպես համարել։ Ավել աղջիկ էր, ինչ ես մտածում։ Պապ, մենք ընդամենը ընկերներ ենք։ Հա, նու լավ։ Ես այսօր անպայման կգամ օֆիս։ Դու այն գլխավոր հաշվապահի հարցը լուծեցիր։ Այն տղային ընդունեցինք, այն Լևոն էր անունը կարծում։ Դե լավ է։ Դե լավ տղա ջան, ես գնում եմ օֆիս։ Լավ, պապ ջան, կհանդիպենք։ Կհանդիպենք, Արման ջան։ Ինչ անեմ։ Սարային ասեմ, կկործնեմ։ Չասեմ, էլի կկործնեմ։ Յա, բալուս պապ ջան։ Բարև Արսեն ջան։ Ես ինչ ուշ ես գնամ օֆիս։ Ես էլ չգիտեմ, այսօր մի քիչ ոդկաս կաղ գցեցի։ Գալու ես օֆիս այսօր։ Անպայման։ Հա, պապ ջան, կարևոր հարց կա մի հատ։ Այն արմատուրի գործանի տնօրենին պետք է հանեմ։ Ինչ որ սխալ բան ես նկատել։ Հա, ոնց որ ես իրան ամեն ինչ ասում եմ, բայց ուղեղը ոնց որ չի մտնում։ Ախպեր ուղեղը չի մտնում, հանի գործից։ Լավ, բայց պետքա տեղը մեկին դնենք։ Արսեն, կգաս օֆիս կխոսենք, դե ես գնացի։ Լավ։ Արսեն, բալես դու սուրճ խմում ես։ Հա, մամ ջան, դիր հեսա գալիս եմ։ Արման։ Հա։ Ինչ հա։ Չեն վեկալում։ Դե երևի քնած են, որ չեն պատասխանում։ Քնած են, ես էլ գործեր ունեմ, գնացի։ Մաշոտ, Արսենի հետ որ կապնվես, ինձ տեղյակ կպահես։ Անպայման։ Ձին։ Հա ջան։ Չեմ խանգարում։ Չէ, արի։ Եկել եմ քեզ մերսի ասեմ։ Ամեն ինչ լավ է։ Եթե դու չլինեիր, ես կկորցնեի իմ սիրած տղային։ Ինչ լավ է։ Շատ լավ է, որ դու քո սիրած տղային չես կորցրել, բայց դու ինձ տենց էլ էգոիստ աղջիկ ցույց չտվեցիր Հայկի նկարը։ Հենց հիմա ցույց տամ։ Շատ հետաքրքիր է։ Ես դուք տեղ եք գնում։ Այո, մենք գնում ենք Ծաղկաձոր։ Վա, ինչ ավես է։ Լուսի կարող է դու էլ մեզ հետ գաս։ Չէ, ես ինչ կամ, ձեր չեմ խանգարի։ Իհարկե չես խանգարի։ Լուսի, արի մեր հետ։ Չէ, Ձինա, դուք գնացեք, մի ուրիշ անգամ։ Ես չեմ հասկանում, ձեր սենյակում Wi-Fi-ը լավ չի բռնում։
Ես չեմ իմանում, որովհետև ինտերնետի հետ առանձնապես սեր չունեմ։ Արսենն է, որ ամբողջ օրը խաղ է խաղում։ Ամբողջ օրը։ Նստի։ Ես ինչ օրի ես։ Լավ չեմ Արս։ Սենց վատ կյանքում չեմ եղել։ Ասեցի թող ժամանակի վրա։ Ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի։ Չէ, Արս, այդպես չեմ կարող։ Ստեֆի հետ եմ խոսել։ Ու Դե բնականաբար վատ ընդունեց, բայց ես իր հանդեպ սխալ չեմ։ Հասկանում ես։ Ես ու Ստեֆը ընդամենը գործընկերներ ենք։ Մեզ իրար ավելի շատ գործը կոպեց։ Հետո գործընկերներ հարաբերությունը փոխվեց մի քիչ ուրիշ փուլի։ Որ ճիշտն ասեմ, ես Ստեֆին չեմ սիրել Արս։ Ուղղակի ապրում էինք իրար հետ։ Բայց Ստեֆը էդի տենց չի հասկացել։ Երևի։ Հիմա էլ երեխու փաստ է։ Ես իմ երեխու համար ամեն ինչ պատրաստ եմ անում։ Ես երբեք չեմ հրաժարվի իմ երեխուց։ Ուղղակի չեմ ուզում կյանքս կապեմ մի կնոջ հետ, հանուն երեխու, որին որ չեմ սիրում։ Մյուս կողմից էլ Սարան։ Սարայի հետ խնդիրներ կան։ Դե որ երեխու մասին իմանա, չեմ կարծում, որ կուզենա հետո մեր հարաբերությունները շարունակվեն։ Խաբել էլ չեմ կարող։ Մեկը վաղ թե ուշ իմանալու է։ Իսկ եթե բացատրես։ Արս, Սարան մանկատանն է աշխատել, ու մանկատանն է մեծացել։ Չեմ կարծում, որ Սարան կընդունի այն փաստը, որ ես իմ երեխուն թողնեմ ու առանց էր մեծանա իմ երեխեն։ Էդ իր համար շատ ցավոտ փաստ է։ Բացի այդ էլ արդեն մի հիասթափություն ապրել է իր կյանքում։ Իսկ երկրորդը չեմ ուզենա, որ իմ պատճառով լինի։ Եթե սիրի կների։ Չէ, Արս, էդ ուրիշ է։ Դե ամեն դեպքում դու մի հարց լուծել ես։ Հաստատ։ Կարևորը որ Ստեֆի հետ խոսել եմ, բայց խնդիրներն ավելի են բարդանում։ Ստեֆի հիմա կգնա Ամերիկա, իսկ ես դեռ գնալու նպատակ չունեմ։ Կներես համերսը։ Շոտ։ Արսեն ջան, խո քնած չէիր, չարտնացրեցի։ Չէ, արդեն արտնացել էի։ Արսեն ջան, զանգել եմ ասեմ, Լիլան մի քիչ վատ է։ Ձինային ուղարկի թոմորը կլիզմա դնի էլի։ Ինչ ա եղել։ Ես իմ փորն ակշում, ինչ անում չեմ հասկանում։ Եղավ ցավդ տանեմ։ Շոտ ջան։ Հենց հիմա։ Եղավ։ Ինչ ա եղել Արս։ Բան չկա։ Զոքրոջս է մի քիչ հիվանդացել։ Ես էլ ուզում էի Ձինայի հետ ծաղկաձոր գնայի։ Թարսը։ Ինչ կասես։ Ես երբեք ծանոթացել։ Իմ գարուց մի քանի օր հետո։ Բայց ինչ եղավ քեզ։ Զինա ինչ եղավ։ Ոչ մի բան, ուղղակի մի քիչ սրտխառնություն եմ։ Բայց նոր լավ էիր։ Զինա։ Չէ, գիշերվանից լավ չեմ։ Գիշերվանից սիրտս խառնում է։ Կարող է հորքուր եմ դառնալու չես ասում։ Ձինա։ Զինան իրան լավ չի զգում Արս։